Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր հուլիսի 5-ն է, 2026 թվական, կիրակի օր է և ցանկանում եմ բոլորիդ, մաղթում եմ կիրակնորյա լավ և հաճելի օր։ Եթե մենք ցանկանում ենք ավելի արագ տեմպերով փոխվի մեր կյանքը դեպի լավը, որպեսզի ավելի արագ տեմպերով փլուզվի ներկա գործող սատանայական համաշխարհային համակարգը և մարդկությունը մտնի նոր ոսկե դարաշրջան, որպեսզի ավելի հանգիստ խղճով ապրենք, վայելենք մեր կյանքը, ապա իմ խնդրանքն է տարածեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղյակ լինեն այս նյութին և այն ամբողջ ինֆորմացիային, որը ես այսօր ձեզ կհաղորդեմ։ Հաղորդումը լինելու է երկու մասից։ Առաջին մասում ես կանդրադառնամ անցյալի իմ եթերին, իսկ երկրորդ մասում թեման կլինի Աստծո գոյությունը, Աստված գոյություն ունի թե ոչ, ձեզ կներկայացնեմ իմ տեսակետը, ինչ է ինձ համար Աստվածը և ինչ եմ հասկանում Աստված ասելով։ Մարդկության մեծամասնությունը ընդհանրապես սխալ պատկերացում ունի և Աստծո մասին, և սատանայի մասին, սխալ պատկերացում ունի, թե ինչ է դժոխքը, դրախտը, և ընդհանրապես սխալ պատկերացում ունի, թե ով է ինքը, Սեմյոն ջան, բարև։ Ես քո մեկնաբանությանը հետո կպատասխանեմ, Սեմյոն։ Եվ այսօր դուք կստանաք այդ բոլոր հարցերի պատասխանները։ Ընդհանրապես կա այսպիսի մի կարծիք հասարակության մեջ, որ եթե տեսանյութը տևողությամբ կարճ է լինում, 10-15 րոպեանոց, ապա մարդիկ դիտում են, իսկ երբ երկար է լինում, չեն դիտում։ Ես օրինակ համամիտ չեմ, ես գտնում եմ, եթե տեսանյութը հետաքրքիր է, մարդիկ դիտում են, եթե հետաքրքիր չէ, չեն դիտում։ Ինչպես կինոնկարը, եթե հետաքրքիր է, ուզում է 1 ժամ լինի, ուզում է 2 ժամ լինի, 3 ժամ լինի, նստել ու նայելու եք։ Եթե հետաքրքիր չէ, չեք դիտում։ Եվ այսօրվա հաղորդումը, թե ինչքան կտևի, ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում։ Եթե ձեզ հետաքրքրի, ապա կդիտեք։ Եվ հիմա անցնեմ գլխավոր թեմաներին։ Ուրեմն, անցյալ իմ եթերը զգալի արձագանք ունեցավ մեր հասարակության մեջ, ազգաբնակչության մոտ, Facebook-յան իմեջում դիտումների քանակը 2-3 օրվա մեջ հասել էր մոտավորապես 22,000-ի, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր 1 ժամվա մեջ դիտումների քանակը ավելանում էր 400-ով, 500-ով, և այդ 400-500 մարդկանցից 5-6 մարդ իրենց կարծիքն էին հայտնում մեկնաբանություններում, և ես նույնիսկ չէի հասցնում պատասխանել։ Ոմանք հայհոյանքներ են գրել, ոմանք շնորհակալական խոսքեր էին գրում, և երրորդ օրը մոտավորապես ժամը 5-6-ի կողմերը ես փորձեցի ևս մեկ անգամ մտնել Facebook, որպեսզի պատասխանեմ մարդկանց կողմից ինձ ուղղված հարցերին, և Facebook-ը չբացվեց։ Փորձեցի մտնել YouTube-յան իմ ալիքը, որտեղ այդ տեսանյութը նույնպես հրապարակել եմ, բայց YouTube-ը նույնպես չբացվեց, և մինչև ուշ երեկո մի 5-6 անգամ փորձ արեցի, բայց անհաջող, ապարդյուն, երբ ես սեղմում էի Facebook-ի նշանը, ինձ հաղորդագրություն էր գալիս, որ այդպիսի էջ գոյություն չունի։ Դե մտածեցի գոյություն չունի, մինչև առավոտ դեռ սպասեմ, եթե առավոտյան էլ չհաջողվի, ապա իմ գործունեության համար ստիպված կլինեմ
եւ նոր Facebook-յան էջ բացել եւ նոր YouTube-յան ալիք։ Եվ ինչ է կարծում ժողովուրդ, առավոտյան եւս մեկ անգամ փորձեցի եւ այդ գոյություն չունեցող էջը բացվեց։ Եվ Facebook-ը սկսեց աշխատել եւ YouTube-յան ալիքը սկսեց աշխատել։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում էր, որ ժողովուրդ ջան, ինչ որ մեկին կամ ոմանց ձեռնտու չէր, որպեսզի այդ տեսանյութը լայն տարածում գտներ, ոմանց ձեռնտու չէր, որպեսզի ավելի լայն շրջանակներում իմ գործունեության մասին տեղյակ լինեն, ավելի շատ մարդիկ տեղյակ լինեն, եւ պետական մարմինները, հատուկ ծառայությունները շատ հաջող կերպով իրենց աշխատանքը կատարեցին, այսինքն 15-16 ժամ իմ Facebook-յան էջը եւ YouTube-յան ալիքը համացանցային շրջանառությունից հանելով նրանք հասան իրենց նպատակին։ Եթե մինչև այդ ես ասում եմ ժամ առ ժամ հարյուրներով, հազարներով ավելանում էր դիտումների քանակը, արդեն անցել է 20 օր, ոչ դիտումների քանակն է ավելանում, ոչ էլ մեկնաբանություններ գրողներ կան։ Դե ես բայց դա սովորական եմ ընդունում, որովհետև ցանկացած պետության մեջ այդպես էլ պետք է լինի։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունը ունի 3 միլիոն բնակչություն եւ հատուկ ծառայությունները կամ ինչ-որ ոստիկանական հատուկ ստորաբաժանում, պետական ինչ-որ մարմիններ պետք է հետևեն մեզանից յուրաքանչյուրին։ Եթե մեզանից որևէ մեկը հակապետական գործունեություն է ծավալում, ապա նրանք պետք է շուտ հայտնաբերեն եւ կոնկրետ ինչ-որ քայլեր ձեռնարկեն դրա դեմ։ Եվ հենց իմ պարագայում էլ այդպես էլ վարվեցին, այո, ես չեմ թաքցնում, որ ես հակապետական գործունեություն եմ ծավալել Հայաստանում, իմ հայրենիքում, իմ երկրում, արդեն 4-5 տարի է, եւ ես ցանկանում եմ, որ մեր ազգը, իմ ժողովուրդը մի շատ բարձ բան հասկանա, այո, դա ինձ համար է շատ բարձ, մարդկանց համար շատ դժվար է դա հասկանալը, այդ գործընթացը շատ դանդաղ տեմպերով է ընթանում, բայց ես համոզված եմ, որ վաղ թե ուշ բոլորը դա հասկանալու եք եւ ընդունելու եք։ Ես ցանկանում եմ, որ հասկանաք, ընդունեք եւ իմանաք հետեւյալը, որ ժողովուրդ ջան, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, իմացեք, որ հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Եվ ինչ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, դա հակասում է հայ ժողովրդի շահերին։ Ես այս տեսակետին եւ այս եզրակացությանը հանգել եմ հիմնվելով կոնկրետ ռեալ փաստերի, կյանքից փաստերի վրա։ Ընդհանրապես յուրաքանչյուր ցանկացած գիտակից մարդու համար նույնիսկ մեկ փաստը բավարար է, որպեսզի այդ մարդը որոշում կայացնի եւ եզրակացություն կատարի։ Իսկ եթե մարդու գիտակցությունը թույլ է, նա տրամաբանությունը թույլ է, որոշում կայացնելու ունակություն չունի, նրա հոգևոր զարգացման մակարդակն է ցածր, իմացության մակարդակն է ցածր, ընդհանրապես չգիտի կյանքում ճիշտը որն է, սխալը որն է, նա վախանում է, նա երբեք որոշում չի կայացնելու։ Եվ այդպես է ոչ միայն մեր երկրում, մեր ազգի պարագայում, այլև ամբողջ աշխարհում մարդկության 99%-ը այդ վիճակում են, եւ ես ցանկանում եմ եւս երկու փաստ ներկայացնել, որի հիման վրա ես եկել եմ այդ եզրակացության։ Փաստ համարը առաջին 1994 թվականին Արկադի ջան բարև 94 թվականին ավարտվեց Արցախյան պատերազմը եւ ավարտվեց մեր հաղթանակով 94 թվականից մինչև 2022 թվականը անցավ 28 տարի եւ այդ 28 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի անկախությունը Գիտեք ինչու չճանաչեց? Չճանաչեց, որովհետև Հայաստանի Հանրապետության շահերը
չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ, հակասում են։ Եվ փաստ երկրորդ, 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախը ներառյալ նրա կազմի մեջ։ Գիտեք ինչու ճանաչեց, որովհետև Հայաստանի Հանրապետության շահերը չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ։ Այսօր աշխարհում ապրում է 15 միլիոն հայ, աշխարհով մեկ ցրված։ 15 միլիոն հայերի մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է դուրս գալ ու ասել, գիտեք, Ալիկ ջան, եղբայր կամ հայ ժողովուրդ, գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ինչու չճանաչեց 28 տարվա մեջ Արցախի անկախությունը։ Չճանաչեց, որովհետև դա չէր բխում հայ ժողովրդի շահերից։ Կարող է դուրս եկեք այդպիսի մի բան ասեք։ Եվ երկրորդ, կարող է ինչ-որ մեկը դուրս գա ու ասի, գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը նրա կազմի մեջ, որովհետև դա չէր բխում հայ ժողովրդի շահերից։ Կարող եք դուրս եկեք ու այսպիսի բան ասեք։ Ու տեսեք իրական հայերի կողմից ինչ թուք ու մրի դուք կարժանանաք։ Փորձ արեք և կտեսնեք։ Այս երկու փաստը բավարար չէ, որպեսզի եզրակացություն կատարեք, որ այս Հայաստանի Հանրապետությունը չի գործում հայ ժողովրդի շահերից, սա թուրքա-ջհուդական բոլշևիկյան պետություն է, համակարգ է, որը հիմնադրվել է 91 թվականին որպես գործիք, անհայտ մարդկանց կողմից, հայ ժողովրդի, հայ ազգի կործանման ծրագիրը իրականացնելու համար։ Սա բավարար չէ այս երկու փաստը։ Ես էլի փաստեր եմ ներկայացնում իմ բոլոր հաղորդումներում, արդեն 4 տարի է փաստեր եմ ներկայացնում։ Գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, ընդհանրապես վստահություն կորցնելը շատ հեշտ բան է։ Շատ հեշտ բան է վստահություն կորցնելը, բայց վստահություն ձեռք բերելը ավելի դժվար է։ Իսկ վստահություն ունենալը և պահպանելը ավելի դժվար է։ Իսկ երբ որ կորցրել եք վստահությունը և ցանկանում եք վերականգնել, գիտեք, սա ավելի դժվար, էլ ավելի դժվար բան է։ Այդ նույն կերպ է նաև հայրենիքի պարագայում։ Հայրենիք կորցնելը շատ հեշտ է։ Մեր ազգը այդպես էլ վարվում է։ Մի փոքր դժվարություն ու թողնում հեռանում ենք մեր երկրից։ Իսկ հայրենիք պաշտպանել և պահպանելը, այո, դժվար բան է։ Ես այն մարդկանց, ովքեր հայրենիքից գնացել են, ոչինչ չունեմ ասելու։ Ամեն մեկը իր իրավունքը ունի, ինչպես որոշում, այնպես էլ կայացնում է, որտեղ ուզում ապրում է։ Բայց երբ ապրում են հայրենիքից դուրս, իրենք չպետք է իրենց հայրենասերի ազգասերի տեղ դնեն։ Ապրեք ձեր համար, որտեղ ուզում եք ապրեք, բայց հայրենասերի ազգասերի տեղ մի դրեք։ Եթե հայրենասեր ազգասեր եք, վերադարձեք ձեր հայրենիքը և իրավիճակ փոխեք։ Հայրենիք պաշտպանել և պահպանելը դժվար է, իսկ եթե հայրենիքը կորցրել ես, վերականգնելը ավելի դժվար է, և իմ մոտ հիմա հարց է առաջանում, այդ ցանկանում եք հայրենիքը վերականգնել առանց որևէ դժվարության, կամ երկրորդ հարց, 94 թվականից ավելի լավ նախադրյալներ ու պայմանների եք սպասում, որպեսզի հայրենիքը վերականգնենք։ Ամենադժվար պահը մենք անցել էինք 88 թվականից մինչև 94 թվականը, մեր զինվորները, մեր տղաները, մեր քաջ մարտիկները իրենց արյան գնով այդ դժվարությունը անցան մարտի դաշտում և ընդամենը պահանջվում էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում նստած, չգիտեմ քանի հոգի էին, պարազիտներ,
քանի պարազիտ էր նստած ազգային ժողովում, մեկը ինչ որ նախագիծ ներկայացներ ազգային ժողով եւ այդ պարազիտները ընդհանրապես ձերք այս վիճակից բարձրացնեին այս վիճակի, որ կողմեն, որպեսզի այսինքն ճանաչում են Արցախի անկախությունը, ինչու չարեցին։ Այդ հեշտ քայլը ընդհանրապես մնացել էր ձեր բարձրացնելը, իսկ դժվարությունը արդեն անցել էր։ Չարեցին։ Սա բավական չի, որպեսզի եզրակացություն կատարենք, որ այս պետությունը Հայաստանի Հանրապետությունը թրքաջհուդական բոլշևիկյան պետություն է։ Եվ ինչ որ մարդիկ, այո, հասկանալով այս ամեն ինչը, մարդկանց, որ տեսնելով մարդկանց գիտակցությունը պլենդուզից ցածր է, պայքարում են ու զզվում, թողնում, հեռանում են։ Այո, այդպես էլ տեղի է ունենում։ Իսկ օրինակ ինչու եմ ես հրաժարվել Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաթղթերից։ Ես իմ բոլոր փաստաթղթերը տվել եմ Փաշինյան Նիկոլին, նրա կառավարությանը։ Կառավարությունը իմ փաստաթղթերը ուղարկել է Սիսիան, որտեղ ես ծնվել եմ, ծնունդով Սիսիանից է, ոստիկանական բաժանմունքից ինձ զանգեցին, տեղակ պահեցին, որ փաստաթղթերս իրենց մոտ է։ Ես մի քանի ամիս հետո երբ գնացի տեղեկանք վերցրեցի, որ այո, իմ փաստաթղթերը իրենց մոտ է։ Ինձ անհրաժեշտ չեն այդ փաստաթղթերը եւ Փաշինյան Նիկոլը շատ լավ կարդացել է իմ հայտարարությունը, ես փաստաթղթերի հետ իրենց եմ հանձնել նաեւ մի հայտարարություն, որ ես այսինչ պատճառներից ելնելով հրաժարվում եմ ենթարկվել Հայաստանի Հանրապետության եւ միջազգային ընդհանրապես որևէ օրենքների։ Եվ եթե ունեն բողոքներ, Հայաստանի Հանրապետությունը եթե ունի իմ հանդեպ որևէ բողոք, թե դու ով ես, որ հրաժարվում ես ենթարկվել մեր օրենքներին։ Մեկ ամսվա ընթացքում թող բողոքարկեն, քրեական գործ հարուցեին իմ վրա, դատական գործ հարուցեին։ Եթե մեկ ամիս ես սպասել եմ, մեկ ամիս հետո հայտարարությանս մեջ գրել էի, որ մեկ ամիս հետո մտնելու է ուժի մեջ, որ ես չեմ ենթարկում ձեր օրենքներին, այո, եւ ոչ մի միջազգային օրենքների։ Թող եթե բան ունեին ասելու, իմ հանդեպ քրեական գործ հարուցեին, այսինքն իրենք համաձայնվել են, ես այդ իրավունքը ձեռք եմ բերել, ես այսօր կարող եմ դուրս գալ Հայաստանում ցանկացած օրենք խախտել, ես իրենց տեղեկացրել եմ, որ ես հրաժարվում եմ ձեր օրենքներին ենթարկվել, բարի լինեին, բողոքարկեին, իսկ գիտեք ինչու պետությունը իմ հանդեպ ոչ մի քայլ չձեռնարկեց, որովհետև եթե նա ձեռնարկեր, 100% Փաշինյան Նիկոլը հաջորդ օրը հայտնվելու էր բանտում։ Դրա համար պետական մարմինները ինձ հանդեպ ոչինչ չարեցին։ Ես ստացել եմ այդ իրավունքը եւ ես Հայաստանի Հանրապետության եւ միջազգային որևէ օրենքների չեմ ենթարկվում։ Եվ երբ ես խոսում էի անցյալ հաղորդման ժամանակ ես խոսում էի նոր աշխարհակարգից, ոսկե դարաշրջանից, ժողովուրդ ջան, գիտեք, այդ ոսկե դարաշրջանը դուք ինչ եք կարծում եք այն հեքիաթի մեջ 3 խնձոր է վերջում ընկնում, հենց եք իմանում ոչ մի բան չեք անելու, չպետք է անեք ու երկնքից 3 խնձոր է անգնելու ու դուք վայելեք այդ ոսկե դարաշրջանը գալու է։ Ամեն մեկը ձեր քայլը պետք է կատարի, ձեր ներդրումը պետք է ունենա այդ ծրագրի իրականացման համար։ Ես օրինակ շատ խաղաքարեր իմ չեմ բացում, ես հաղորդման մեջ նշել էի, որ նոր աշխարհակարգի կառավարման կենտրոնը լինելու է Սիսիան քաղաքում։ Շատերը երևի ծիծաղել էին իմ այդ ցանկության վրա, դա ոչ թե ցանկություն է, կամ մի կողմից էլ գիտեք ինչ կասեմ, եթե այդ նախաձեռնությամբ ես եմ հանդես գալիս, ես ցանկանում եմ այդպիսի ծրագիր իրականացնել, ձեր կարծիքով կառավարման կենտրոնը պետք է ասեի լինելու է Մոսկվայում, Լոնդոնում կամ Փարիզում, ոչ, որտեղ որ ես ծնվել եմ, այնտեղ էլ ցանկանալու է, որ այնտեղից էլ լիներ, իսկ ինչու եմ հենց ես այդպիսի ծրագրով հանդես գալիս, դա արդեն ուրիշ հարց է, դուք գիտեք ինչքան ինֆորմացիա պետք է հավաքեք, որպեսզի հասկանաք, թե ինչու օրինակ
Սիսիանի բնակիչ Ալիկ Գրիշայի Սուքասյանն է զբաղվում այդ գործով։ Սիսիանը դա պատահական տեղ չէ։ Եվ դրա վառ ապացույցը ես շատ հաղորդումներում նշում եմ, վառ ապացույցը Ուխտասարում գտնվող ժառապատկերներն են, Սիսիան քաղաքից ոչ հեռու, եւ Քարահունջ աստղադիտարանը։ Երկիր մոլորակի վրա չկա ավելի հին աստղադիտարան, քան Քարահունջի աստղադիտարանը։ Չկա ավելի հին սեպագիր արձանագրություններ մարդու կողմից թողված, քան Ուխտասարի ժառապատկերները։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ժամանակին աշխարհում է գիտելիքները, աստղագիտական, հողագործական գիտելիքները տարածվել են այդ տարածաշրջանից, հենց Սիսիանի տարածքից։ Դե այդպես է, դա փաստ է։ Ոչ թե իմ ցանկությունն է, ես Սիսիանից եմ դրա համար եմ ասում, դա փաստ է։ Եվ հենց նոր աշխարհակարգն է, նոր աշխարհակարգը նորից պետք է տարածում գտնի, հիմնադրվի, հաստատվի եւ հենց այդ տարածքում դա արդեն ես չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, որոշված է, որ պետք է այդ ծրագրով պետք է զբաղվել Սիսիանի ինչ-որ մի բնակիչ, կամ ես, կամ իմ, չգիտեմ, իմ հարևանի տղան, կամ իմ հորեղբոր տղան, պետք է զբաղվել Սիսիանի որևէ բնակիչ։ Հիմա ես եմ դրանով զբաղվում։ Եվ այդ նոր աշխարհակարգը ինչ է նշանակում։ Նոր աշխարհակարգ ոսկե դարաշրջան նշանակում է արդար դարաշրջան։ Մենք ունենք Սասունցի Դավիթ էպոս, եւ էպոսում կա փոքր մհեր կերպարը, փոքր մհերը։ Դա փոքր մհերը դա արդարության խորհրդանիշն է։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ մենք պետք է արթնացնենք փոքր մհերին, մեր մեջ պետք է արդարության ձգտում ունենանք, որպես գործիք մենք օգտագործենք այդ գործիքը, որպես ապրելակերպ, որպեսզի այդ աշխարհակարգ, այդ ոսկե դարաշրջանը գա։ Պետք է մենք մեր ներդրումը ունենանք, մեզանից յուրաքանչյուրը իր գիտելիքներով, իր ունեցած ռեսուրսներով, որպեսզի այդ ոսկե դարաշրջանը գա։ Եվ մի բան եմ ուզում ասել, որ նայեք, հին աշխարհ, ես վերջերս իմ եթերից հետո Ամերիկայում ապրող մեր հայրենակիցներից մեկը ինձ զանգահարեց եւ ասեց, որ նոր աշխարհակարգի դեմ մենք զրուցում ենք, ես իրեն ասացի, որ նոր աշխարհակարգի դեմ ես չեմ էլ պատրաստվում պայքարել, ընդամենը խորհուրդ եմ տալիս դադարեցնել համագործակցությունը նոր աշխարհակարգի հետ, ինչպես ես եմ դարել, հրաժարվել եմ իմ փաստաթղթերից եւ փուչիկի պես դրանք կտրակեն, եթե որևէ մեկս այս սատանաների հետ չհամագործակցենք։ Իսկ անձնագիր վերցնելը դա նշանակում է դուք պայմանագիր ես կնքում եւ օգտվում ես այս համակարգի ծառայություններից։ Եվ մեր հայրենակիցը ասեց, որ ինչպես թե չպետք է պայքարենք, ես տեսեք ինչ եմ ասում, իմ մոտեցումը այսպիսին է, դա կախված է իմ աշխարհայացքից։ Ես ժամանակ չունեմ սատանաների դեմ պայքարելու։ Ես ստեղծելու, արարելու անսահմանափակ ժամանակ ունեմ։ Սրանքով են կամ Փաշինյան Նիկոլը, Պուտինը, ես իմ մյուս պրեզիդենտները ու իրենց կառավարիչները, որոնք սրանց նշանակում են պետության ղեկավարներ, որպես գործիքներ օգտագործում են։ Սրանքով են, որ ես սրանց դեմ պայքարեմ։ Մի հատ էլ իրանց մեջ ուռեն տրակեն, որ ես իրանց բանի տեղ եմ դրել։ Նորից եմ կրկնում, ես ստեղծելու, արարելու ժամանակ ունեմ, պայքարելու ժամանակ չունեմ։ Պայքարը դա սատանայի գործիք է։ Արարչի գործիքը արարելն է։ Պայքարի ժամանակ ձեր մոտ կարող են բացասական էմոցիաներ առաջանալ, դա բնական է, իսկ բացասական էմոցիաներ առաջացնելը դա սատանայական գործիք է կառավարելու համար, երբ մարդը բացասական էմոցիաներ է ունենում, նա հոգեպես թուլանում է, նա էներգիա է կորցնում, իսկ թույլ մարդուն շատ հեշտ է կառավարել։ Դրա համար նրանք պայքարը դրանց միջոցն է, ոչ թե արարչի։ Արարիչը ստեղծում եւ արարում է, եւ դրանով իսկ
հաղթում է սատանային, արարիչը սատանայի դեմ չի պայքարում, նա ով է, որ դրա դեմ էլ պայքարի, հասկանալի է, չէ՞։ Ես նույնն եմ, ես իմ աշխարհայացքից ելնելով, ես սրանքով եմ, սրանց դեմ ես պայքարեմ։ Բայց ստեղծելու, արարելու ժամանակ, անսահմանափակ ժամանակ ունեմ։ Եվ դրանով էլ մենք կհասնենք մեր նպատակին, ընդամենը դադարեցնենք մեր համագործակցությունը այս սատանաների, այս համաշխարհային պետական կառավարման համակարգի հետ, ինչպես ես եմ վարվել։ Իսկ հիմա անցնեմ եւ մի բան էլ ասեմ, իսկ իմանում եք պատճառն ինչ է, որ օրինակ իմ ասելիքը շատ մարդիկ չեն հասկանում, ես անցնում եմ արդեն երկրորդ թեմային, որովհետև սխալ պատկերացում ունեն մարդիկ եւ Աստծո մասին, եւ սատանայի, եւ դժոխքի մասին, եւ հիմա անցնեմ այդ թեմային մեր հայրենակիցներից Ամերիկայում բնակվող Արկադի Մելքոնյանի հետ մենք այդպիսի հաղորդում անցկացրեցինք, բայց ձայնային որակը շատ թույլ եղավ եւ մարդիկ չեն դիտում, դրա համար ես որոշեցի այսօր այդ նույն թեման եւ համակցել այս մյուս թեմային եւ միասին մատուցել։ Ինչ է ինձ համար Աստված գոյություն ունի թե ոչ, ինչպես եմ հասկանում ինչ է Աստվածը։ Նայեք ժողովուրդ, Աստվածը դա մի էակ է, արարած է, որը ունի աստվածային էություն։ Սա ամենագլխավորն է, որ ես ցանկանում եմ մեր ազգը, մեր ժողովուրդը իմանա եւ ոչ միայն մեր ժողովուրդը, ամբողջ մարդկությունը։ Սա ֆորմուլան է Աստվածի։ Եվ դուք համամիտ եք այդ ֆորմուլային թե ոչ, դա արդեն ձեր գործն է, դուք գիտեք, եթե ես գիտեմ 2 գումարած 2 հավասարը 4, իսկ դուք չեք ընդունում ու չեք ցանկանում ընդունել, դա ձեր խնդիրն է։ Կարող եք օրինակ հակափաստ ներկայացնել, ասել, գիտեք, եթե արարածը ունի աստվածային էություն, դա չի նշանակում, որ նա Աստված է։ Իսկ ես ձեզ կասեմ, բա որ Աստված չի, ո՞նց ունի աստվածային էություն։ Աստվածը ունի աստվածային էություն, սա տրամաբանություն է։ Հակափաստ չեք կարող ներկայացնել, եթե ունի աստվածային էություն, դա չի նշանակում, որ Աստված է։ Հիմա դուք համամիտ եք, թե համամիտ չեք, դա ձեր գործն է, ինչ ասեմ։ Եվ հիմա ինչ եմ հասկանում այս մտքից, որ Աստվածը դա արարած է, որը ունի աստվածային էություն։ Ես հասկանում եմ, որ Աստվածը դա կոչում է, դա տիտղոս է։ Եվ հիմա ես մի քանի նմանատիպ օրինակ բերեմ, նայեք, գիտնականը դա մի արարած է, որը տիրապետում է ինչ-որ գիտությունների, բժիշկը դա մի արարած է, որը ունի բժշկական գիտելիքներ կամ որը կարողանում է բուժել հիվանդություններ։ Այսինքն բժիշկը, գիտնականը, ճարտարապետը, ինժեները, տեխնոլոգը, կոնստրուկտորը, գրոսմայստերը, դրանք բոլորը տիտղոսներ են, կոչումներ են, եւ այդ կոչումները մարդուն արարածին տրվում է, ինչ որ մի բանի համար, ինչ որ գիտելիքների, ինչ որ ունակությունների համար, ինչ որ հնարավորությունների, կարողությունների համար։ Եվ հենց այդպես է նաև Աստվածի պարագայում։ Աստվածը դա կոչում է, որը տրվում է արարածին նրա աստվածային էության համար։ Եվ հիմա ընդամենը մեզ մնում է ուսումնասիրել բնությունը եւ հասկանալ երկիր մոլորակի վրա կան արդյոք արարածներ, որոնք ունեն աստվածային էություն։ Դրա համար, որպեսզի մենք դա իմանանք, պետք է հասկանալ, թե ինչպես է էությունը, ինչից է կախված էությունը եւ ինչպես է այն ձևավորվում։ Աշխարհում երկիր մոլորակի վրա ապրում են բազմաթիվ արարածներ, տարբեր տեսակի, բայց բոլոր այդ արարածներին ես բաժանում եմ երկու խմբի։ Մի խումբը դրանք մարդիկ են, մյուս խումբը դրանք կենդանիներն են։
եւ կենդանիներ ասելով ես նկատի ունեմ բոլոր կենդանիներին, ամենափոքր կենդանիներից մինչև ամենամեծ կենդանիները, միջատներից մինչև կատնասուններ ծովային, չգիտեմ, գիշատիչ, խոտակեր անասուններ, բոլորին։ Եվ այդ բոլոր արարածները ունեն իրենց էությունը։ Եվ հիմա այս երկու խմբերը առանձին ուսումնասիրենք։ Կենդանիների 95, նույնիսկ ավելի 98%-ը ծնվում են ինչ-որ էությամբ։ Առյուծը ծնվում է առյուծի էությամբ, ոչխարը ծնվում է ոչխարի էությամբ, իսկ էշը ծնվում է էշի էությամբ։ Եվ ամբողջ կյանքի ընթացքում ոչ առյուծը, ոչ ոչխարը, ոչ էլ էշը իրենց էությունը չեն փոխում։ Մենք չենք կարող տեսնել, որ առյուծը դարձել է ոչխար, ոչխարը դարձել է էշ։ Իրենք այդպիսի հնարավորություն որպես տեսակ, արարածի տեսակ, այդպիսի հնարավորությամբ օժտված չեն, որ իրենց էությունը փոխեն, բայց բնության մեջ այդպիսի օրինակներ կան, երբ կենդանին, օրգանիզմը փոխում է իր էությունը եւ տեղի է ունենում վերամարմնավորում, կերպարանափոխություն, օրգանիզմը նոր մարմին է ընդունում, արարածը նոր մարմին է ընդունում։ Դա այդ process-ը ռուսերեն կոչվում է մետամորֆոզա, դա հուներեն բառ է, բառացիորեն թարգմանությամբ նշանակում է կերպարանափոխություն, վերամարմնավորում, եւ այդ process-ը, այդ երևույթը տեղի է ունենում զուգահեռ էության փոփոխության հետ։ Եվ հիմա օրինակներ բերեմ, մենք գիտենք ինչպես է թրթուրը դառնում է թիթեռ, շերեփուկը դառնում է գորդ։ Այդպիսի երևույթներ շատ տարածված է հիմնականում միջատների մոտ, ճանճերի մոտ, ժուկերի մոտ, դա միակ դեպքը չէ։ Ինչ է տեղի ունենում, օրինակ թրթուրի մոտ։ Թրթուրի օրգանիզմում կան բջիջներ, որոնք ինչ-որ կյանքի ինչ-որ էտապից, ինչ-որ փուլից սկսում են, դրանք մինչև այդ չեն գործում, ակտիվ չէին այդ բջիջները, բայց ինչ-որ մի փուլում սկսում են այդ բջիջները ակտիվանալ եւ գործել, եւ դրա արդյունքում տեղի է ունենում թրթուրի օրգանիզմում տեղի է ունենում փոփոխություններ, այսինքն էությունը սկսում է փոխվել, թրթուրը դառնում է թիթեռ, կերպարանափոխվում է։ Մանրամասը, եթե ցանկանում եք իմանալ, մտեք ինտերնետ, Wikipedia եւ կարդացեք, թե ինչպես է այդ փոփոխությունը տեղի ունենում։ Թիթեռը հիշում է, որ անցյալ կյանքում նա եղել է ուրիշ մարմին է ունեցել։ Եղել է թրթուր։ Հիշում է, չի հիշում, որևէ նշանակություն չունի։ Ես այս օրինակը բերում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ վերամարմնավորում տեղի է ունենում, դա երևույթ է մեր բնության մեջ, մեր կյանքում դա երևույթ է եւ դա հրաշք չէ։ Շերեփուկը դառնում է գորդ։ Ինչ որ կյանքի մի էտապում շերեփուկի մոտ սկսում են առաջնային եւ վերջին բաները, թաթերը դուրս են, վերջույթները սկսում են դուրս գալ։ Շերեփուկը ձկան տեսք ունի, պոչը սկսում է անհետանալ, այսինքն նա կերպարանափոխվում է։ Ինչ process է տեղի ունենում։ Տեղի ունենում էության փոփոխություն եւ վերամարմնավորում։ Ես ցանկանում եմ, որպեսզի այս եզրակացությունը կատարենք, որ վերամարմնավորումը որպես երևույթ գոյություն ունի եւ դա տեղի է ունենում արարածների մոտ, եթե այդ արարածը իր էությունը փոխում է։ Զուգահեռաբար դա հիմք է, էության փոփոխությունը հիմք է հանդիսանում վերամարմնավորման, նոր ձև, մարմնի նոր տեսք ստանալու, կերպարանափոխվելու։ Իսկ հիմա նայենք, թե մարդը այդ հնարավորությունը ունի, թե չունի։ Ի տարբերություն կենդանիների, մարդը օժտված է այդպիսի հնարավորությամբ, որպեսզի ինքը իր էությունը փոխի։ Յուրաքանչյուր մարդ ինքն է իր էությունը ձևավորում։ Եվ որպեսզի դա հասկանանք ինչպես է տեղի ունենում, պետք է նախ իմանանք, որ գոյություն ունի երկու տեսակի, երկու տիպի էություն։ Մի
տեսակը դա աստվածային էությունն է, մյուս տեսակը դա սատանայական էությունն է։ Երրորդ տեսակ գոյություն չունի, որպեսզի դա հասկանալի լինի ձեր համար, թե ինչու երրորդ տեսակը գոյություն չունի։ Պետք է իմանանք իսկ ինչից է կախված էությունը։ Էությունը կախված է, եթե մենք կոնկրետ խոսում ենք մարդու մասին։ Մարդու էությունը կախված է այդ մարդու արժե համակարգից։ Այսինքն գոյություն ունեն կոնկրետ գործիքներ, գործիքակազմ աստվածային էություն ձևավորելու, կամ էլ եւ աստվածային էություն ձևավորելու եւ սատանայական էություն ձևավորելու, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է այդ գործիքակազմը ընտրում, թե ինչ գործիքներ կիրառի իր կյանքում, օգտագործի իր էությունը ձևավորելու համար։ Դրանից էլ կախված է մարդու ապրելակերպը։ Փոխվում է այդ գործիքներից ելնելով փոխվում է նաև մարդու ապրելակերպը։ Թիթերը ինչպես դարձավ թրթուրը որդանման արարած է, կարելի ասել եւ սողում է եւ քայլում է, իսկ թիթերը թրջում է։ Ապրելակերպը նույնիսկ փոխվեց։ Շերեփուկը միայն լողանում է, ջրային միջավայրում է ապրում, իսկ գորտը շերեփուկը կերպարանափոխվեց, էությունը փոխեց եւ գորտը ապրում է եւ ցամաքում եւ ջրում։ Եվ հիմա էլ մարդը, եթե մարդը կարողանա իր էությունը փոխել, ապա ես կոնկրետ փաստ չունեմ, ես չեմ տեսել, որ ինչ-որ մի մարդ կերպարանափոխվել է, բայց էության փոփոխությունը բերում է կերպարանափոխման։ Հիմա կարողանում ենք մեր էությունը այնքան փոխել, որ այդպիսի երևույթ տեղի ունենա նաև մեր մոտ, մարդու մոտ։ Եվ հիմա, այսինքն, մարդը ինքն է իր էությունը ձևավորում, ինչպես է դա տեղի ունենում։ Ես հիմա այդ գործիքակազմը նշեմ, աստվածային էություն ձևավորելու համար կան հատուկ գործիքներ, բոլորս էլ դա գիտենք։ Դա գաղտնիք չէ։ Հիմա ես թվարկեմ մի քանիսը ընդամենը. սերը, հարգանքը, նամուս, պատիվ, արժանապատվություն, բարոյականություն, արդարության ձգտում, անշահախնդիր բարեգործություն եւ այլն եւ այլն։ Այսինքն չլինենք անտարբեր ուրիշի ցավի հանդեպ եւ իսկ սատանայական էություն ձևավորելու համար գործիքներ են հանդիսանում, բոլորս էլ գիտենք, սուտը, ստախոսությունը, խաբեությունը, սպանությունը, դավաճանությունը եւ այլն, կարելի է նստել եւ այդ ցուցակը ավելացնել ու ավելացնել, դա կախված է մարդու գիտելիքներից, մարդու իմացությունից։ Այսինքն, երբ մարդը կիրառում է առաջին գործիքակազմը, նրա մոտ ձևավորվում է աստվածային էություն, իսկ եթե կիրառում է իր նպատակների համար, իր ցանկությունների իրականացման համար կիրառում է երկրորդ գործիքակազմը, ապա նրա մոտ ձևավորվում է սատանայական էություն։ Ընդամենը անհրաժեշտ է, որ որպես փաստ ընդունել, չմտածել ուրիշ բան, փաստը կա, այսինքն ամեն մի բառ ունի իր իմաստը, եւ այդ իմաստից ելնելով եզրակացություն կատարել, չվախենալ եզրակացություն կատարել։ Եվ հիմա իսկ ավելի մանրամասն ես բացատրեմ ինչպես է ձևավորվում աստվածային էությունը։ Դրա համար պետք է իմանանք, որ գոյություն ունի հոգևոր զարգացման սանդղակ։ Այդ սանդղակը մենք կարող ենք անվանել նաև կերպարանափոխության սանդղակ, վերամարմնավորման սանդղակ։ Ինչպես ուզում եք։ Ես անվանում եմ հոգևոր զարգացման սանդղակ, կարող ենք ասել աստվածային էություն ձևավորելու սանդղակ։ Ինչպես այդ սանդղակը ունի իր չափման միավորը, իր մակարդակները։ Ես հիմա օրինակ բերեմ, օրինակ արարածը գտնվում է այդ սանդղակի ամենացածր մակարդակում, զրոյական մակարդակում, դա նշանակում է, որ այդ արարածը, այդ մարդը, լավ ասենք մարդը, գտնվում է դժոխքում։ Ինչ է դժոխքը։ Դժոխքը դա ինչ-որ մի վայր չէ, ինչ-որ տիեզերքում գտնվող, ինչ-որ մի անկյունում մի վայր չէ, մի մոլորակի վրա գտնվող տեղ չէ, քաղաք չէ,
որ այս քրիստոնեությունը, մահմեդականությունը մարդկանց ուղեղները լվացել է, որպեսզի սխալ պատկերացում ունեն։ Մահից հետո ընկնում ես դժոխք կամ դրախտ։ Ոչ, դժոխքը ու դրախտը դա հոգեվիճակ է, հարգելիներս, հայ ժողովուրդ ջան։ Դրախտը եւ դժոխքը դա հոգեվիճակ է։ Մարդը ունենում է դրախտային հոգեվիճակ իր ամբողջ կյանքի ընթացքում, կամ դժոխքային հոգեվիճակ, կամ էլ դրախտային։ Դա կախված է իր էությունից։ Հիմա եթե մարդը գտնվում է ամենացածր մակարդակում զրոյական, նա ունի դժոխքային հոգեվիճակ, այսինքն գտնվում է դժոխքում։ Եվ որպեսզի բարձրանա առաջին մակարդակ, այդ մարդը օրինակ մարդասպան է, ինքը որոշում է կայացնում, որ այլևս սպանություն չի գործելու։ Նա զրոյական մակարդակից բարձրանում է առաջին մակարդակ։ Դա չի նշանակում, որ ինքը արդեն դժոխքային հոգեվիճակից ազատվեց։ Ինքը դեռ դժոխքում է, որովհետև որպեսզի կա սահման դժոխքի եւ դրախտի միջև։ Դուք երբ այդ բարձրանաք այդ մակարդակին եւ այդ մակարդակն էլ անցնեք, նոր այն ժամանակ արդեն դժոխքային հոգեվիճակից դուրս կգաք։ Հիմա առաջին մակարդակում է գտնվում այդ մարդը, բայց ստախոս մարդ է, մարդ չի սպանում, բայց ինքը կյանքում ուրիշ հարցերում այնքան սուտ է խոսում, եւ որոշում է այլևս սուտ չխոսել։ Ինքը ուրեմն նշանակում է առաջին մակարդակից բարձրացավ երկրորդ մակարդակ։ Այնուհետև որոշեց այլևս խաբեությամբ չզբաղվել, ոչ մեկին չխաբել։ Ինքը երկրորդ մակարդակից բարձրացավ երրորդ մակարդակ։ Դա դեռ չի նշանակում, որ ինքը արդեն դրախտային հոգեվիճակ ունի։ Ինչ որտեղ արդեն, եթե 3 տարի առաջ ինքը զրոյական մակարդակում է, 3 տարի հետո արդեն երրորդ մակարդակում է, այո, տարբերություն կա։ Նրա հոգեվիճակու մեջ արդեն մեծ տարբերություն կա։ Բայց դեռ դժոխքային հոգեվիճակում է գտնվում, որովհետև դեռ բոլոր մակարդակներով չի բարձրացել։ Եթե նա որոշում է կայացնում, որ այլևս չի դավաճանելու ոչ կնոջը, ոչ ընկերներին, ոչ հայրենիքին, երրորդ մակարդակից բարձրանում է չորրորդ մակարդակ։ Եվ այդպես մակարդակներ կան, որ բարձրանում է մարդը, եւ ինչ որ մի մակարդակում նրա մեջ ձևավորվում է աստվածային էություն, այսինքն այս գործիքները օգտագործելով կիրառելով քո կյանքում, մարդը կիրառելով իր կյանքում, նա իր մեջ ձևավորում է սատանայական էությունից, այսինքն եթե պատկերացրեք 3 լիտրանոց բանկա, այդ բանկան ամբողջությամբ ջրով լցնեք, կդառնա Աստված։ Հիմա դուք մի մակարդակ բարձրանալով 10% աստվածային էություն ձևավորեցիք, հետո ձևավորեցիք 20%, 30%, 80%, 100%, ինչ որ մի մակարդակում դուք ամբողջովին արդեն դարձաք Աստված։ Հասկանում եք, չէ՞, աստվածային էություն ձևավորեցիք, աստվածային էությամբ արարածը դա Աստվածն է։ Եվ այս քրիստոնեությունը, մահմեդականությունը, բուդդիզմը, այս տերտերները, բոլոր այս սատանաները ամեն ինչ անում են, որպեսզի սխալ պատկերացում ունենաք, որ Աստվածը, չգիտեմ, ինչ որ մի հատ բան է, կախարդական փայտիկով մի հատ ձմեռ պապիա, չգիտեմ, ինչ որ մոլորակի վրա երկնքում մի անկյունում նստած հետևում է մեզ բոլորիս, որպեսզի դուք սխալ պատկերացում ունենաք, սատանային պատկերացնեք ինչ որ բանով, պոզերով, հեսին պոչով, չգիտեմ ինչերով, որպեսզի սխալ պատկերացում ունենաք դուք։ Հասկանալի է, չէ՞, որ ինչի համար են այս ամբողջ համաշխարհային համակարգը, որ կա, 2000 տարի առաջ ինչ որ մի խումբ մարդիկ քրիստոնեության եւ մահմեդականության միջոցով կարողացան մարդկանց ուղեղը լվանալ, որպեսզի սխալ պատկերացում ունենաք Աստծո մասին, սատանայի մասին եւ ձեր մասին չիմանաք, թե դուք որպես արարած ով եք, որպեսզի կարողանան իշխել, կառավարել եւ հաստատել արդեն 2000 տարի գործում է իրենց աշխարհակարգը, այս ջհուդական, թուրքաջհուդականա, ինչանա, այս ջհուդական աշխարհակարգն է գործում։ Այս հոգևոր զարգացման սանդղակը, որ ես ասում եմ, յուրաքանչյուր մարդ
կարող է այս սանդղակով բարձրանալ։ Հիմա հասարակ օրինակ բերեմ, մի պատկերացրեք, որ մի մտածեք Աստված, չգիտեմ, ինչ-որ կախարդական մորուքով մի հատ ծերունի է, որ կարա մորուքը հանի կամ մի հատ փայտիկով խփի, կարմիր ծովը բացվի ու Մայիսեի անունով ես ինչ սատանա բանով անցներ, կարմիր ծովով անցներ իր ազգին փրկեր։ Այդ հեքիաթները ուղեղներիցդ հանեք։ Ռեալ կյանքում ես կյանքից եմ օրինակներ բերում, որպեսզի դուք Աստված դա այն արարածն է, որը ունի աստվածային էություն եւ վերջ։ Կարող եք ասել, եթե ունեք աստվածային էություն, Աստված չեք։ Ոնց կարաք այդպեսի այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Հասկանալի է, չէ՞։ Հիմա այս գործիքները կարող եք կիրառել, ես օրինակ բերեմ բժշկի վրա, եթե օրինակ ինչ-որ մեկը ընդունվել է ինստիտուտ, բժշկական ինստիտուտ, դուք պետք է առաջին կուրսը ավարտեք, երկրորդ, երրորդ, չորրորդ, ճիշտ է, 5-րդ, քանի դեռ այդ երկրորդ, երրորդ կուրսում եք, ձեզ ոչ մեկը կոչում չի տալու, բժշկի կոչում դուք չեք կարող ստանալ, դուք կոչում ստանալու եք բժշկի 5-րդ կուրսը ավարտելուց հետո, երբ որ դիսերտացիա պաշտպանեցիք։ Իսկ եթե ցանկանում եք ավելի խորը, ավելի մեծ կոչումների արժանանալ բժշկական, դոցենտ, չգիտեմ, դոկտոր, բժշկական գիտությունների դոկտոր կամ պրոֆեսոր, դուք ավելի խորը գիտելիքներ պետք է ձեռք բերեք։ Այդ նույն կերպ է Աստվածի պարագայում։ Աստվածը դա ընդհանրապես կոչում է, տիտղոս է։ Մի մտածեք, թե Աստված, չգիտեմ, ինչ-որ մի հատ անհնարին ինչ-որ մի բան է։ Երկիր մոլորակի վրա ապրում է 8 միլիարդ մարդանման արարածներ, որոնք ունեն հնարավորություն իրենց մեջ ձևավորելու աստվածային էություն։ Եթե ձևավորել եք աստվածային էություն, այսինքն ինչ-որ մակարդակի հասել եք, այդ սանդղակի մեջ հասել եք օրինակ 6-րդ մակարդակի, արդեն դուք արժանի եք Աստվածի կոչման։ Օրինակ թերապևտ եք, ակուլիստ եք, պրոֆեսոր չեք, դոկտոր չեք, բայց բժիշկ եք, բայց Աստված եք, կան տարբեր մակարդակի աստվածներ, կան տարբեր մակարդակի շախմատիստներ, կան տարբեր մակարդակի բժիշկներ, այդպես էլ կա տարբեր մակարդակի աստվածներ։ Հիմա ինչ գործիքակազմ դուք ունեք, այդ գործիքակազմից կախված է, թե դուք ինչ մակարդակի աստված եք։ Մի մտածեք, որ դա հեքիաթային ինչ-որ մի բան է Աստվածը, մարդ արարածը կարող է դառնալ Աստված։ Այս սանդղակով բարձացեք, չգիտեմ, 5-րդ, 6-րդ, 7-րդ մակարդակ, երբ որ սուտ չեք խոսում, գողություն չեք անում, չեք դավաճանում, Աստված չեք։ Մենք չենք ասում, որ Աստվածը այդ բաները չի անում։ Դե որ ես հիմա այդ բանը չեմ անում։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա ի՞նչ է նշանակում, եթե ինչ-որ մի արարած սուտ չի խոսում, գողություն չի անում։ Եվ ինչ է նշանակում, եթե մի ինչ-որ արարած դրսում տեսնում եք, եւ գիտեք, այդ մարդը մարդասպան է, գող է, ավազակ է, դավաճան է, ստախոս խաբեբա է, դա չի նշանակում, որ այդ արարածը սատանա է։ Ինչա պիտի պոզեր ունենա, որ ասեք սատանա է, չէ։ Մարդանման արարածը ու ինքը սատանա է։ Այո, սատանա է։ Իմ այսօրվա հաղորդման նպատակս հենց այն է, որպեսզի ժողովուրդ ջան, ճիշտ պատկերացում ունենաք, ինչ է սատանան, ինչ է Աստվածը։ Աստվածը այն արարածն է, որը սուտ չի խոսում, գողություն չի անում, եւ սատանան այն արարածն է, որը սուտ է խոսում, գողություն անում, մարդ է սպանում։ Ու այս մեր աշխարհում ընթանում է պայքար երկիր մոլորակի վրա առաջին օրվանից ընթանում է պայքար աստվածների եւ սատանաների միջեւ։ Հիմա մեզանից ով է ինչ մակարդակի աստված, մեզանից ով է ինչ մակարդակի սատանա, յուրաքանչյուր մարդ ինքը գիտի։ Ինչքան է ինքը աստված, ինչքան է ինքը սատանա։ Ինչքան ձեր մեջ կա սատանայական էություն, ինչքան ձեր մեջ կա աստվածային էություն։
Ինչքան դուք կարողանաք քչացնեք ձեր սատանայական էությունը, այնքան կավելացնեք ձեր աստվածային էությունը, այնքան կդառնաք ավելի բարձր մակարդակի աստված եւ այսինքն ձեր էությունը փոխվեց եւ դուք կարժանանաք տեղի կունենա այն երևույթը, ինչ տեղի ունեցավ թրթուրի մոտ։ Թրթուրը փոխեց իր էությունը, դարձավ թիթեռ, թռավ գնաց։ Շերեփուկը փոխեց իր էությունը, ապրում է, դարձավ գործ եւ ապրում է եւ ջրում եւ ցամաքում։ Դուք էլ փոխեք ձեր էությունը, ինչքանով կարող եք փոխեք ձեր էությունը, աստվածային էություն ձևավորեք եւ հաստատ իմացեք, կերպարանափոխվելու եք, վերամարմնավորվելու եք։ Սա է իմ ասելիքը, որ դուք իմանաք Աստվածը ինչ է, մենք երկիր մոլորակի վրա ապրում են 8 միլիարդ մարդանման արարածներ, որոնք ունեն հնարավորություն իրենց մեջ ձևավորելու աստվածային էություն եւ դառնալ աստվածներ եւ կերպարանափոխվեն, վերամարմնավորվեն։ Այսքանը։ Ինչ ուզում եմ այսօր ասել, ինչքանով հասկանալի եղավ ձեր համար չգիտեմ, Կարեն ջան, բարև։ Եթե ընդունելի էր ձեր համար, ապա կխնդրեի տարածեք այս տեսանյութը։ Ինչ ասեմ, այսքանը, շնորհակալություն, ստեսություն ձեզ։